հարցրել եք պատասխան ՀՅԱՏՄ-ում 3 հայտարարություն տարածվեց Հայաստանի վերաբերող եւ կարծեք ժամանակ տրվեց Հայաստանի իշխանություններին մինչեւ դեկտեմբերին ասացին նորից կանդրադառնան Հայաստանի թեմային նախ այս իրավիճակը ինչպես եք դուք բնութագրում ինչ գնահատական ունեք այս պահին Հայաստան հանրության արժեքը կարելի ասել նաեւ փակուղու արժեքը Զելենսկի այցից հետո շատ դրամաբանական էր որ կլիներ հակազդեցություն Վերջի 8 տարիների ընթացքում այս իշխանությունը որևէ գործընկերային առևտրային հարաբերություն չի զարգացրել մի օրինակով մեր ամենալավ դաշնակից երկրներից մեկը Ֆրանսիան է, չէ՞։ Հայաստանից Ֆրանսիա արտանումը Փաշինյանի կառավարման ժամանակ 20% ընկել է։ Ինքը չեն աշխատում մարդիկ ռեալ դուք կարող եք տեսնել մարդիկ չեն աշխատում լավ ռիլեր են անում պատմում են ինչ որ Բախտի բերման հաջողությունների մասին պատմում են բյուջեից ոնց են փող ծախսել, դա հերոսություն չի բյուջեից փող ծախսելը։ Բայց չեն աշխատում, որ գոնե 20% աճ լիներ 8 տարվա ընթացքում Ֆրանսիա արտանումը։ Երբ որ դու չունես այլ գործընկեր, մեր ասած ի՞նչ է, դու չունես ուրիշ գործընկեր։ Դու ոնց ես հարաբերություն ռիսկի տակ դնում, քո ժողովրդին հարվածի տակ դնում։ Այն դեպքում, երբ նախարարը դուրս է գալիս, ասում է լոլիկի համար մենք քաղաքական Դու ասա էկոնոմիկայի նախարար ես, դու պետք է քո պարտքնա գյուղացու մասին մտածես, դու նաև գյուղատնտեսության նախարար ես, նաև մի քանի ուրիշ նախարար ես, քո պարտքը կատարի, թող արտաքին գործերը զբաղվի արտաքին գործերի նախարարությամբ առաջնահերթությամբ, եթե զբաղվում է։ Եվ մյուս հարցը կարևոր էկոնոմիկայի մասին։ Արևմտյան Ադրբեջանի իրենց կոնցեպցիայի մեջ մի հատ Եվս մեկ տնտեսական վտանգավոր իրողություն կա, որի մասին մեր մամուլը չի նշել։ Ուրեմն ցեղասպանության օրը կամ 24-ին կամ 1 օր հետո Ադրբեջանի տնտեսագիտական համալսարանում բացվել է իրենց կարծիքով արևմտյան Ադրբեջանի տնտեսության ամբիոն որը ուսումնասիրելու է հանքային պաշարները։ Սա ինչ նշաններ է։ Մարդը ասում է լոլիկով ես պետքա չզբաղվեմ կամ լոլիկի առաջնահերթություն վաղը կոնյակն ասելու, մյուս օրը ծիրանն ասելու, բա դու ինչով պետքա զբաղվես, չեմ հասկանում։ Դու ռիլ պետքա մենակ հանես մեր բյուջեից, մեր վճարած հարկերից ինչ ես անում։ Իրանք լուրջ գործով այսքան ժամանակ ես ռեալ չեմ տեսել որ զբաղվեմ։ Լսում եմ, յար։ Ադրբեջանը ռուսական կողմը որ ասում է գազը կթանկացնեն, կստել իշխանությունը Փաշինյանն ասում ենք արդեն պլետի, ինչ են միլիարդներ են գնում, հիմա ենթադրենք կոնկրետ մեկ շաբաթից գազի սարքագինը բարձրացավ, այս միլիարդները կարանալու Ինչ միլիարդ։ Ապրիկն անինելու չէ արդեն գազանալու, սարյալկանու, գազամուղի։ Լսեք, գազամուղի կառուցումը Էդի 10-ամյակի գործ է։ Ես ուզում եմ հասնեմ, այդ միլիարդները գազին կարողանալ այդ դիվերսիֆիկացնել։ Տեսեք։ Թրիփի շրջանակներում ամբողջ շահույթը անցնում է ամերիկյան ընկերությանը 70 քանի տոկոսը։ 4-ի միշելով։ 72% անցնում է, տեսեք, ամբողջ շահույթը անցնում է ամերիկյան կողմին ընկերությանը։ Հետ գնումից հետո նոր հայկական կողմը 28% իմիշելով ունենում է շահույթ, 72 չի ունենում։ Երկուս, մենք պետքա 10 տարի սպասենք գազամուղը անցնի, մի 5 տարի սպասենք հետ գնի, որ հետո դրա 28%-ը մեզ գա, թե վաղվանից մեր թոշակառուն սկսի 2 անգամ շատ գազի գինը վճարել։ Պես կարում բանակցես մեկի հետ, այս նույնը արել է Ադրբեջանի հետ բանակցության ժամանակ, սենց գորոզ շփվելա, միջնորդների ներկայությամբ սենց է իրան պահել, բանակցությունը Ադրբեջանը հիմք է ունեցել միջնորդներին ցույց տա, որ բանակցային կողմը չի աշխատում, բանակցային չի ուզում, չի գնում աշխատանքի, համակցության, համագործակցության, ու բերել է ագրեսիայի, նույն ձևաչափով, գորոզ ինքնավստահ ձևաչափով աշխատել է այնտեղ, ու հիմա էլ ինքնավստահ եւ գորոզ ձևաչափով աշխատում է մեր միակ, գրեթե միակ տնտեսական գործընկերոջ հետ։